20-րդ դարի առաջին կեսին Եգիպտոսի մշակութային եռուզեռի մեջ Արամ Ալբանը հայտնվեց որպես տեսողական պոետ։ Նա այն բացառիկ արվեստագետներից էր, ով կարողացավ լուսանկարչական խցիկը վերածել վրձնի, կերտելով Միջին Արևելքի մոդեռնիստական դեմքը։ Ալբանի արվեստի արմատները սնվում էին բարձրակարգ կրթությունից և երաժշտական նուրբ լսողությունից։ Սկսելով Ալեքսանդրիայի համեստ ստուդիաներից, նա շատ արագ յուրացրեց եվրոպական փափուկ ֆոկուսի գաղտնիքները, սովորական դիմանկարը վերածելով թատերական կատարման և պատրանքի։ Շուտով Եգիպտոսի սահմանները նրա տաղանդի համար նեղ դարձան։ Մեկնելով Բրյուսել և Փարիզ, Ալբանը դարձավ արիստոկրատիայի և նորաձևության աշխարհի ուղեցույցը։ Նա տիրապետում էր 4 լեզուների, սակայն նրա ամենազորեղ լեզուն լույսն էր։ Ալբանի արվեստում ավանգարդն ու կլասիցիզմը համադրվում էին յուրօրինակ ձևով։ Նա սյուրռեալիստական հնարքներն ու դրամատիկ ստվերների խաղը ծառայեցնում էր սովորական տարածությունը վերաիմաստավորելուն։ Նրա կադրերում զգայական ու էրոտիկ շեշտադրումները երբեք չէին խաթարում ընդհանուր նրբագեղությունը, այլ լուսանկարը վերածում էին խորհրդավոր ու ազնվական մի պատմության։ Պատերազմի պատճառով վերադառնալով Եգիպտոս, նա հիմնեց կահիրեական դպրոցը, իր էսթետիկան փոխանցելով Վանլեոյին և Անդրանիկ Քոչարին։ Ալբանի արվեստը արևելյան զգայականության և եվրոպական ռացիոնալիզմի կատարյալ համադրությունն էր։ Նա հայկական լուսանկարչության այն հիմնասյունն է, ով ապացուցեց, որ լուսանկարը ոչ թե իրականության արտացոլումն է, այլ դրա վերաիմաստավորումը։